չունեմ տալու։ Տիկին Խաչատրյան, քանի որ այստեղ ներկա են նաև այսպես ասած շենքում բնակվողներ, հա, բնակիչներ, ձեր թույլտվությամբ նաև իրենցից փորձենք հետաքրքրվել, կառավարությունը երբ որ փետրվարի 13-ին որոշում կայացրեց այս շենքն օտարելու մասին, արդյոք ձեզ հետ խորհրդակցել են, հանդիպել են պետական օղակներից, որոշում կայացնելուց առաջ փորձել են ձեզ հանդիպել, այսպես խոսել, հասկանալ ոնց կարելի է լուծում տալ նաև շենքի բնակիչների կեցության խնդրին, հանդիպել են ձեզ, խոսել են, նախ կառավարությունը երբեք չի հարցնում մեզ ինչ պետք է ինքը անի, ինչ ուզում է այն էլ անում է, երբեք չի հարցնում ոչ մեկիս կարծիքը։ Ու ինչ ունենք էսա, մենք նստել ենք անլույս, անհույս, ոչ մի պայման չունենք ապրելու, բայց մի կերպ գոյատևում ենք, բայց արի տես, որ մարդիկ չեն թողում, էդ էլ կարողանանք ինչ-որ մի ձևի կազմակերպենք, մենք այդ ձևով ապրենք, էսի անելու բան չի, որ անում է մեր կառավարությունը մեր հանդեպ։ Իմ որդից անհայտ կորած է, 44 օրվա պատերազմի ժամանակ, հրամանատար գնդի որդի Գարիկ Գրիգորյանի մաման եմ ես։ Իմ անունը Կարինե Ադամյան։ Իմ որդին մինչև առ այսօր չի գտնվում, ոչ միտեղ չկա, 1000 դուռ ենք ծեծել, ինձ ոչ մի պատասխան չի տալի, այդ ամեն ինչին տեղյակ են, մեր կառավարությունը, մի խոսքով, բոլորը տեղյակ են, բայց ոչ մեկը չգիտի իմ որդին ուր կորավ, ինչ եղավ, ինձ պատասխան չեն տալիս, հերիք չի, մի հատ էլ պուճուր անկյուն ունեմ ես ստեղ, այս վատ պայմանների մեջ, այդ մի պուճուր անկյունն էլ են ուզում քանդեն, հիմա էլ անլույս, անմուտ, ես էլ իմ երեխուց հետո հիվանդացել եմ տարբեր տեսակի ինսուլտ եմ տարել, ինֆարկտ եմ տարել, ճնշում ունեմ, շաքար ունեմ, հիմա այս մարդիկ ասում են անլույսից դուրս արի, կառավարությունը որոշել է տենց, բա կառավարությունը մի օր չի հիշում, որ մենք ոնց ապրենք, ոնց անենք, ասեք իմանանք, այս երկրից ոնց անենք, եթե այս վիճակն է թողենք գնանք, թողենք այս երկրից ազատվենք գնանք, էսի վիճակ չի, որ մենք ապրում ենք։ Բայց ուր գնաս, եթե դու ես ազգի համար ես սևը հակել, միակը տվել ես այս ազգի ես երկրի համար ուր գնաս։ Միակը չեմ տվել, երկուսն եմ տվել։ Դե այսօրվա դրությամբ տենց է դուրս, ուր գնաս։ Այսինքն միտումնավորություն տեսնում եք։ Այո, միջև Թավշյա հեղափոխությունը, ստեղ նորից եկել է պաշտպանության նախարարությունից, զրուցել է բոլորիս հետ, վերցրել է բոլորիս թղթերը, այն ժամանակ ասեց մենք կապահովենք, չենք ասում վիլաներ կառնենք ձեզ համար, բայց մինիմալ կան գումարը կտանք կամ բոլորի ընտանիքներին կապահովենք։ Թավշյա հեղափոխությունից հետո մենք դառանք, չգիտեմ ինչ։ Դրանից հետո մեզ արդեն այսենց բաների առաջ են կանգնացնում, թե չէ ժամանակ են եկել են, թե չէ Տիկին Մարգարիտա, պաշտպանության նախարարությունից եկել են, բոլորիս գրել են, բոլորի թղթերը ստուգել են, որ այո, բոլորս էլ այդ վիճակին ենք, անգամ նայել են մեր ապրած տեղը, զարմացել են տեղից 10 ավտոզի բիլա հանվել վերևից, քանդվում էր շենքն արդեն, եթե մեր ջանքերը չլեր, այս շենքը մի վաղուց ավարիոնի վիճակում է։ Մաքրել ենք, սարքել ենք, որ այսօր մենք կարողանանք մի հատ տեսենք վերջներս ինչ է գալիս։ Իսկ ինչ եք պատրաստվում անել, սպասում եք դատարանի որոշմանը, Տիկին Խաչատրյանը նշեց, որ դիմել են։ Դե դատարանը գիտեք ոնց, որ գնում ենք դատարան, դատավորները իրոք մեծ ցավ են ապրում, շատ մեծ ցավ են ապրում։ Իրանք ոչ թե հարցը ուղղում են մեզ, այլ ուղղում են պաշտպանության նախարարության կողմից եկածներին, կամ պետգույքի մոտ տեղի որ եկել է, իրանք հարց են տալիս, լավ, այս մարկանց դուք ուզում եք անեք, ուր են գնալու այս մարդիկ, լավ ուրիշ չի, որ եկել են տեղ ապահովեք, թող դուրս գան։ Մինիմալ չենք ասում տարեք մի հատ 3 սենյականոց կվարտիրա տվեք կամ քաղաքի մեջ տեղը տուն առեք, մի տեղ մի հատ հնարավորություն տվեք, եթե այս մարդիկ կասեն չեն գնում այդտեղ ապրելու, նոր հանեք այդտեղից։ Եվ մեր դատերը հետաձգել են, այսքան տարի մենք դատական քաշքշուկների մեջ ենք։ Ոչ մի դատավոր, ասում է ես չեմ կարող ձեզ ձեռքից բռնեմ, ասեմ դուրս եկեք գնացեք։ Պաշտպանության նախարարության ասում ապա այս մարդկանց ապահովեք, չէ՞ որ այս մարդու երեխեն, այս մարդու ամուսինը, այս երկրի համար է գնացել։
Ապահովեք մի բան տվեք, թող այս մարդիկ դուրս գան այդտեղից գնան։ Նաև թերևս նույն վիճակն էր աշտարակի խճուղու վրա վրայի պաշտպանության նախարարության, այսպես ասած, հաշվեկշռում գրանցված Այն ժամանակ մեզ ասին կուղարկենք այդտեղ։ որտեղ տասնյակ ընտանիքներ են ապրում։ Առաջինը, երբ որ փորձեցին ընտանիքներին ազատել այդ շենքից, անջատեցին լույսերը եւ մարդկանց կանգնեցրեցին շատ լուրջ խնդրի առջեւ եւ այնտեղ բնակվող տասնյակ ընտանիքներ ստիպված լքեցին աշտարակի խճուղու վրա կառուցած այդ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված շենքը, որը այլևս շահագործման ենթակա չէր։ Այս ինչ բացատրություն ունի, թերևս նույնը կրկնվում է ձեր պարագայում, ինչ բացատրություն ունի սա։ Այդ բացատրությունը դուք ինքներդ լրագրող եք, շատ մարդկանց եք հանդիպել, դուք ինքներդ պետք է մեզ ճանապարհ ցույց տաք, ասեք ոնց ա լինել։